Ոնց է, գործը առաջ գնում է։ Կներեք դուք ով եք։ Տերորիստ չեմ, տենց կլորացած աչքերով վրես մինայի։ Շեֆը տեղում է։ Տեղում է, բայց զբաղված է։ Ոչինչ, ինձ համար ժամանակ կգտնի։ Ինչպես ձեզ ներկայացնեմ։ Ինձ պետք չի ներկայացնել։ Մենք իրար ճանաչում ենք, մոտ ենք։ Ես էլ զբաղվի, հաջորդ անգամ դատակ ձեռով չեմ։ Օպարավո, չեմ խանգարում։ Կներեք թույլ չտվեց ներկայացնեմ։ Վերադարձի աշխատանքիդ։ Ասում էի չէ, որ մոտ ենք, քիփ ենք։ Երիտասարդ, մեր վերջին խոսակցությունից հետո ոնց ես համարձակվում գալ այստեղ եւ այսպեսի պահված ցուցաբերել։ Կան չեն նստել։ Դուրս կորի այստեղից։ Դու էլ նստի ջաջավո, ինձ տեղ հարմար է։ Վայ, հազի միա ծանոթ մարդ տեսա, բարև հարազատ։ Կարող եմ իմանալ այստեղ ինչ եք անում։ Դու էլ նկատեցիր, որ ես ու ընկերս միշտ իրար հետ ենք։ Ինչ եք խոսում, չեմ հասկանում։ Ես հիմա մենակով եմ, ինչ ես հոգնակիով խոսում։ Տեր Աստված։ Ես հասկացա, քեզ երևի Հենդոսա պետք։ Ով։ Հենրին են սիրուն սիմպատիչնի տղեն, ինքը հենց հիմա պապայիդ հետ պայմանագիր է ստորագրում։ Դյաջ, ես շատ ժամանակ չունեմ, որ ամեն օր գնամ ու գամ։ Դրա համար պետք է այս խնդիրը, որ արագ լուծվի։ Խնդիր։ Ինչ խնդիր։ Ես միայն մի խնդիր եմ տեսնում։ Քո գլխի խնդիրը։ Լավ կլինի գնաս գլուխդ նկարել տաս։ Սիրուն չես խոսում։ Դուրս կորի։ Այս դպրոցը կանգուն է մնալու եւ ոչ մի թափթփուկ քո նման այն չի քանդելու։ Ես թույլ չեմ տա։ Ոչ հիմա, ոչ վաղը, ոչ էլ 10 տարի հետո։ Լավ էլ ախորժակ ունես։ Այդքան կձգես։ Լղտիությանը չափ ու սահման չկա։ Հերդ քեզ չի սանձե, ես դա կանեմ։ Իմ հերը իմ համար սրբություն է։ Բայց ստեղ քո բախտը էլի չի բերել, որովհետև եթե ես մի բան եմ որոշում, մինչև վերջ դրան գնում եմ։ Այդ կապ չունի քո օգնությամբ թե առանց։ Այս շենքը քանդվելու է։ Լռիր հիմար։ Քո քարուքան դեղած դպրոցին փոխարինելու է շախունցների հսկա հյուրատունը, իրա բոլոր հարմարություններով։ Ես կմեռնեմ, բայց նման բան դու չեմ թա։ Այս ինչ ապտահել։ Ես վախենում եմ մտնել։ Արես ասեց ու մեռա։ Դες տենում մարդը վատ է, շտապօգնություն կանչի։ Պապա։ Այդտեղ չկար։ Պիտի հենց այդ գյուղում որոշես հյուրատուն կառուցել։ Մեր ցանկությունները համընկնում են։ Ու լավ կլինի ստեղ գալու փոխարեն տեղուց սանձես, որ չգա այստեղ ու չվտանգի ոչ ձեզ, ոչ մեզ։ Պապ։
Չէ, հավակնու կինը կմեռնեն, բայց ես գաղտնիքը չեմ բացի։ Իրանք էլ իմ նման շատ խորն են թաղել իրականությունը։ Բայց այնուամենայնիվ զգուշավորությունը լավ բան է։ Եվ ճիշտը Հենրիին այս կողմերից հեռացնելն է։ Սեմ ջան, բարև։ Բարև տիկի Վիկտորիա ջան։ Մի հատ խնդրում եմ, նա ինչ ախորժելի տեսք ունի։ Դե տեսքիս արդեն երևում է։ Հատուկ ձեզ համար եմ թխել։ Շնորհակալություն։ Դե կտրատի, բեր, Խամել թեյ դնեմ։ անպայման։ Եկեք նստեք տիկի Վիկտորիա ջան, համեցեք։ Ճիշտ ասած գիտեի, որ աշխատանքի ուշ ես գնալու, ասի հանգամ քո հետ զրուցեմ, համ էլ գաթան բերեմ։ Նույնիսկ գիտեք երբեմ աշխատանքի, հիանալի է։ Դե դու էլ մերին էլ գիտեք, որ ես ավակը ձեզ շատ ենք սիրում։ Սերը փոխադարձ է տիկին Վիկտորիա։ Հատկապես մամայի մահից հետո դուք մեզ համար ծնողների պես եք եղել։ Սեմ ջան, ինչպես Անգելինայից եմ ցանկանում, որ երջանիկ լինի, տենց էլ ուզում եմ, որ դու էլ մերին էլ երջանիկ լինեք ու տա Աստված ձեր ծնողները տեսնեն ու ուրախանան։ Շնորհակալ եմ լավ խոսքերի համար տիկին Վիկտորիա։ Իսկ կարող եմ քեզ հետ անկեղծ լինել։ Հա, իհարկե։ Ճիշտն ասած, ես էլ ավակն էլ նկատել ենք, որ դու անդարբեր չես Անգելինայի նկատմամբ։ Պետք չի ամաչել։ Պատկերացրա մորդ հետ ես խոսում։ Բոլորը կարծում են, որ ես Անգելինային որպես քուր եմ ընդունում, բայց իրականում դեռ վաղուց ինքը իմ սրտում է։ Տիկին Վիկտորիա, ինձ ճիշտ հասկացեք։ Ես ու ավակը գիտենք այդ մասին։ Միայն կույրը չի տեսնենք քո մաքուր սերը։ Բայց ցավոք սրտի Անգելինան ինձ միայն որպես եղբայր է ընդունում։ Իսկ դու պայքարի, մի նահանջի։ Ամեն ինչ արա, որ Անգելինան նկատի այդ ամենը ու ես օրինակ շատ կուզեմ, որ քո նման երիտասարդ լինի Անգելինայից կողքին։ Շատ։ Ես եկամ։ Ձեզ էլ նեղություն տվեցի։ Ոյ, լավ էլի անհարմար չի։ Եթե այդպես նայենք, մենք էլ ձեզ օրը 24 ժամ նեղություն ենք տալիս։ Ես լրիվ համաձայն եմ։ Խնդրես։ Համեցեք։ Ասա տնամ ինչ այր, որ այսօրն են գա։ Ես բան չեմ արել։ Օպարի մատորն էր փչացած։ Փչացած էր, բայց խփած չէր։ Ինչ որ բանով կարամ օգնեմ։ Ինձ չէ։ Բայց քեզ լավ կլինի, որ օգնես, որովհետև եթե հորս մի բան պատահի, ես քեզ իմ ձեռքերով կխեղդեմ։ Քել գնացինք։ Ուր հիվանդանոց։ Չէ, մի չէ, հիվանդանոց։ Ես ասացի կարող է աղջկա խաթր գնաս։ Կգնայի։ Փողերն էլ կփակվեի հիվանդանոցի։ Բայց եթե հերո աղջիկ իրանց ճիշտ պահեին։ Հələ իրանք իրենց լավ չեն պահել։ Լավ, պարդոն։ Հասկացա։ Արա դու ֆրանսերեն էլ գիտես։ Չէ, հա, դեսից դենից լսել եմ։ Ինչ ես կարծում։ Բձեն կապրի։ Եսի, որ չապրի էլ շահողը դու ես։ Դու լրիվ ես գժվել։ Դրա շահը որն է։ Աղջիկը խոստացավ իր ձեռքերով խեղդել քեզ։ Հետ էլ է հաջողություն։ Ամեն մեկը չի որ դες գեղեցկու ձեռքերով կմեռնի։ Լավ մի ոգևորվի։
ինչպես եւ հրամայել էիք մեծ անշախում։ Խնդրեմ։ Այ բալա, ես քո պունկտուալության վրա երբեք չեմ կասկածել։ Չէ որ ես եմ քեզ դաստիարակել, տղա ջան։ Ապրես։ Անցնենք։ Անցնենք։ Ես չեմ էլ կասկածել։ Չեմ էլ կասկածել, որ դու նախորդից 1000 անգամ լավ ես անելու ես։ Տեղներից շարժը բերեք։ Ազգային անվտանգություն, կապիտան Ստեփանյան։ Դուք կասկածվում եք անօրինական ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ադամանդներ ներկրելու մեջ։ Տարեք։ Չես պատկերացնում։ Ինչքան եմ ուրախանում, որ քեզ կողքիս եմ տեսնում։ Ֆաբջան, եթե դու ստեղ ես, ես ուրիշ որտեղ պիտի լինեմ։ Ամեն օր չի վիճակում քեզ նման զավակ ունենալ։ Էդ էլ է բախտավորություն։ Ուրեմն համարենք, որ դու բախտավոր հայր ես ճիշտ այնքան, ինչքան որ ես, Ֆաբջան։ Ինչքան որ ես եմ բախտավոր քեզ ու մամային ունենալու հարցում։ Ուղղակի վատ եմ զգում, որ քեզ նեղություն տվեցի։ Ինչ ես խոսում, պապ։ Դու ոնց կարաս ինձ նեղություն տաս։ Ես ուղղակի ուզում եմ դու շուտ ապակինվես ու մենք շուտ տուն գնանք։ Թե չէ քեզ չի սազում սենց։ Ինչ եմ սիրում գլխիս է գալիս։ Ես հիվանդանոցի պատերել ճաշում են ինձ շատ։ Մի ժամ առաջ դուրս կգա այստեղից։ Բայց սա քո սիրելի տեղն է, չէ։ Սիրելի է, եթե դու այստեղ պարկած չլինեիր։ Այնքան կուզեի մեծ կլինիկայում աշխատեի։ Բա դպրոց։ Պապ, դպրոցն ու երեխեքին էլ եմ շատ սիրում, բայց մի տեսակ բժշկությունն ինձ ավելի է ձգում, քան դասավանդելը։ Նախընտրության հարցը չեմ վիճի։ Մեր պատճառով մնացել ես երկու ես գյուղում ոտքդ լրիվ կապվել է։ Շուտով վերապատրաստման շրջան է։ Կգնամ մի քանի գործնական բաներ կսովորեմ, համ էլ գյուղից դուրս կգամ։ Հենց որ դու այդ մասով էլ մտածելու ոչ մի բան չունես։ Ինչ էի անելու առանց քեզ։ Ինչ որ ես առանց ձեզ։ Ֆանտազիա, քարերը խալիկների վրա են կարել։ Բաշխախունս են, դրանք թաստեղը պարկողը չեն։ Մարդիկ հեշտ հարստանալու ճանապարհը գտել են։ Էլ չգիտեմ, որ անարդար ճանապարհով երկար չես գնա։ Մի օր գլխի վրա կտնկվես։ Էլ են սպիտակներից դու։ Նորից բարև, գեղեցկուի։ Բարև։ Երևի ուզում էիր ասեիր, բարև սիրուն տղա։ Պատկերացրու ինչ որ ուզում էի ասեի, արդեն ասեցի։ Պարզ է։ Այսօր թարս ոտի օր հայտարարենք ու անցնենք առաջ։ Ոչինչ, սրան էլ կդիմանամ։ Կարելի է իմանալ հիմա ինչ ա ուզածդ։ Ոնց։ Պարզ չի։ Իմ ուզածը հիմա ու միշտ մի բան է։ Իմանամ ոնց է իմ թանկագին հոպարը։ Նա քեզ համար հոպար չի։ Սխալվում ես սիրուն ջան։ Ինքը քո համար հոպար չի, իմ համար ու մեր համար։ Մեր հոպարն է։ Մի նեղացի, ուղղակի անունը չգիտենք։ Արա, ճիշտ ես ասում։ Ես էլ ասում եմ մի բան է սիրուն պատմության մեջ պակասում է։
Ասում ես անունը ոնց էր։ Ճիշտն ասած սպասում եք Արխանյան ջան։ Բա եղավ շախունց։ Այս խուցը քեզ սազում է։ Այ ճիշտ ես ասում, չի սազում, բայց դե ինչ անենք, հայտնվեցինք ստեղ։ Իմիջիայլոց ասեմ, շատ անմխիթար վիճակ է այս խցում։ Բահո 5 աստանի հյուրանոց չէին սարքելու։ Բան չասեցիք Արախանյան ջան, բայց ցնեց բերեցին գցեցին ստեղ ոնց որ միգուն մարդ են խփել։ Իմիջիայլոց տղեսել կողքի խուցնա։ Էդ արդեն իմացա։ Դու ասա ոնց հասակ ստեղ։ Դա ես ինչ իմանամ ոնց հասանք այ ախպեր ջան։ Ճուզողներն են շատացել ախպերիմ։ Ճուզողները դրանց կոկը պետք է դնես ու կտրես։ Ինչի ես եկել։ Ինձ թվում էր մենք շատ բան ունենք խոսելու։ Իսկ ես կարծում եմ, որ ոչ։ Քո պատճառով իմ տղան իր ամբողջ կյանքը կործանեց ու խորտակեց։ Չես կարծում, որ արարքներդ արդարացնելու համար աղագին ուշացել ես։ Ճիշտ է։ Գուցե եւ ուշացել եմ։ Բայց ես ուզում եի, որ դուք իմանաք։ Այն ինչ տարիներ առաջ եղավ իմ կամքին հակառակ էր։ Լավ Անա, մոռացիր ամեն ինչ։ Իզուր վերքերս մի թարմացրու, լավ։ Ես պատրաստվում էի Սոսին ասել, որ հղի եմ։ Ակի չհասցրի։ Հենց հիմա գնացեք ստեղից։ Անհնարին բան ես ասում։ Մենք հիվանդատես ենք եկել։ Ու մինչև հիվանդին չտեսնենք, ոչ մի տեղ չենք գնա։ Պատկերացրու հիվանդը չի ուզում քեզ տեսնի։ Իզուր եք սենց տրամադրված մեր հանդեպ, որ ուզում եք անկեղծ իմանաք, այդքան էլ վատ տղերք չենք։ Թողեք, որ դա ես որոշեմ։ Զգացիր, այս 5 րոպեվա մեջ քանի անգամ ասեցիր, հա ես, հա ես։ Չի կարելի, մի քիչ հումանիստ եղի ու մարդասեր։ Աշխարհը քո շուրջը չի պտտվում։ Ուրիշների մասին էլ մի քիչ մտածի, օրինակ իմ կամ Կարոյի։ Չնայած Կարոյի մասին կարաս չմտածես։ Համբերությունս ես չափում այ ցինիկ։ Դաստիարակությունս թույլ չի տալիս, թե չէ հիմա քեզ նենց կապտակեի։ Ում կապտակեիր։ Քեզ։ Ինձ դեռ ապտակողը չի ծնվել։ Դրա համար էլ այսքան հաղպացած ես։ Լսի, կարողա գիտես գյուղիդ աշակերտներն են։ Խելոք մնա ու ինձ մի ջղայնացրու։ Էդ էլ քեզ խորհուրդ եմ տալիս։ Վայ, վախեցա գիտես։ Գիտեմ, երևաց։ Հենց հիմա գնացեք ստեղից, քանի ես ինձ ուրիշ քայլեր թույլ չեմ տվել։ Լավ, հանգստացի։ Ուղղակի մեծ մարդ է, իրան ված զգաց։
իմ սրտին էլ դարդ եղավ։ Ասեցի գամ տեսնեմ ինչով կարամ օգնեմ, ինչա պետք։ Բայց եթե դու մեզ սենց ես դիմավորում, մենք էլ պարապ չենք, կգնանք։ Հալալ այդ տոպրակները տար պալատ ու արի գնանք։ Չփորձես նման բան անել։ Ինչ ես սառած կանգնել։ Տար, արի ու գնանք։ Ասեցի տոպրակները հիվանդասենյակ չմտնեն։ Իմ հայրը ոչ մի բանի կարիք չունի։ Չունի։ Բեր մենք ճամփինգ ուտենք։ Բարև ձեզ։ Բարև։ Ահա, ոստիկան ախպերն էլ եկավ։ Մենք ստեղ էլ գործ չունենք հալալ ջան։ Հոպարը հուսալի ձեռքերում է։ Լսի։ Սեմ, թող գնամ։ Հապ։ Ես չեմ կարող, բայց հալալին կասեմ կգա։ Անընդհատ խփեն։ Չմեռանք իրար հետ բալբալել մեզ զանգը։ Երևի ես էլ էր պետք։ Բան չասի։ Բարև ձեզ։ Բարև Կարապետ։ Ես ընկերը դուրա որ դու ես եկել։ Չգիտեմ, ասես մի ժամով գործ ունի։ Աղվեսը միշտ ոչին վկայալ է։ Ո՞չ չգիտես դու։ Չէ, իրոք չգիտեմ ձեզ անդա։ Չգիտես։ Դե նստի գնանք փնտրենք։ Ընկերոջդ։ Միկո։ Դու կարաս այդ ապրանքը հանես։ Թե դի կորցնելու ենք։ Իմ կարծիքով կորցնելու ենք։ Մեղվի բունը պետք չի բզբզալ, 1000 հարց կբացվի։ Բա ինչ անենք, թողեք կորի, գնա ջուրը լսվի։ Ջուրը լսվել չկա։ Պետք է իմանանք ով է ինֆո տալիս, կրկնակի ստանանք։ Այդ լավ տարբերակ ես ասում, այդ տարբերակի վրա ուրեմն աշխատի դու։ Այսինքն դու հղի ես եղել։ Հա։ Ես ուզում էի ասել Սոսին դրա մասին, բայց չհասցրի։ Բա ինչ ինձ չասեցիր։ Որովհետև դուք Սոսին շատ շտապ տարաք Մոսկվա բուժմանն ու ես նույնիսկ հնարավորություն չունեցա իրան հրաժեշտ տալու։ Ամբողջ կյանքում աշակերտներ սովորեցրել են, որ սերը ընդունակ ամեն ինչ փոխել ու փրկել։ Բայց ձեր բարագայում կործանող եղավ։ Գուցե մենք այնպես չպայքարեցինք, ինչպես որ պետք էր։ Չգիտեմ, Անա, չգիտեմ։ Իսկ երեխան, որտեղ է հիմա երեխան։ Հաթա։ Ծնվելուց մի քանի ժամ հետո։ Աստված իմ։ Ես հեշտ ճանապարհ չեմ անցել։ Ցավը սրտիս մեջ ապրել եմ այսքան տարի ու չգիտեմ ինչին եմ սպասում։ Իսկ ընտանիքդ երեխաներ ունես։ Ունեմ։
Բայց երբ անցյալիդ բեռը ծանր է լինում, ներկայում էլ ոչ մի բան չի կարող քեզ երջանկացնել։ Դուք ճիշտ եք։ Մեր սերը երկուսիս համար էլ դատապարտություններ։ Ու կապ չունի, որ Սոսը հիմա երկնքում է, իսկ ես երկրի վրա։ Ապրես բալես, որ հետս եկար։ Էլ առաջվանա չեմ է, հոգնում եմ։ Էլ մի անետ, դու միշտ էլ երիտասարդ ես։ Ես գործանելուց չեմ նեղվում է, բալես։ Ես տանը մենակ մնալուց եմ նեղվում։ Բոլորը առավոտ շուտ վեկանուն գնում եք աշխատանքի, իսկ ես մնում եմ ժամերս ու օրերս եմ վատնում այդ պատերի մեջ։ Անետ, եթե տանից դուրս եմ գալիս, չի նշանակում, որ չեմ նեղվում։ Հետո հավատա մի օրի ենք։ Շատ հարցերում ինձ մենակ եմ զգում։ Մեկ-մեկ ինձ թվում է, որ որդեգրված երեխա եմ։ Վայ, էլ նման բան չլսում։ Նա ինձ սիրուն ընտանիք ունես, ինչ լավ ծնողներ ունես։ Բոլորս քեզ ինչքան շատ ենք սիրում։ Էլ չեմ խոսում Միքոյի մասին։ Բերանիցդ ինչ դուրս է գալիս, տեղն ու տեղն անում է։ Իսկ մայրս։ Հապա։ Ուր ես։ Շուկա ենք եկել։ Ինչ շուկա։ Մենակ ես։ Մի անհանգստաց, ինձ չեն գողանա, ուղղակի եկել եմ Անետին օգնեմ առևտուր անենք։ Պարզը, ուշադիր կլինեք։ Լավ։ Պապան չլիներ կգժվեի։ Ինչ եկել են կանգնած ես, կարող է մի քիչ նստես։ Չէ, Սամ, չեմ ուզում։ Աղջիկս ինձ նման անհանգիստ ու լրված է։ Ուզում է շուտ տուն գնանք։ Դե վերջացրեք, եթե բժիշկը թույլ տա կգնանք, էլ չսկսեք։ Այ մարդ ինչ եք խառնվել իրար է։ Վատ է զգում բերեցին, ինչ պետք էլ ներարկեցին։ Հիմա էլ տուն գնալու ժամանակն է։ Ջաջավակ, իսկ կարող է ապահովության համար այսօր էլ մնաս։ Ոչ մի դեպքում։ Բալես, մի բան արա, դուրս գամ ստեղից։ Այս կոմունիստներին մի լսի, սիրտս մայթում աստեղ։ Հա, բաբ ջան, անպայման կխոսամ, եթե մնալու կարիք չլինի մնում ենք ինչ անենք, կգնանք։ Եթե ասես դու բժիշկ ես, հարցը մեկին մեկ կլուծվի։ Կասեմ, անպայման կասեմ։ Թե երբ էր այսքան պարկել։ Մարդ պարկելուց պետք է միայն իր ննջարանում պարկի, ոչ թե այս 4 պատի մեջ։ Այս տղունը գործից գցեցինք։ Գործը միշտ էլ կա ու իրա տեղում է, կարևորը առողջությունն է։ Հա, ու մեկ էլ շախմատը։ Քեֆս բերեցիր սեմ։ Այդ վերքին են գրանք, այն շախմատի տախտակը դատարկ մնաց։ Եթե միայն տղաս իմանար, որ հղի ես եղել Աննա։ Աստված իմ, ինչի համար ամեն ինչ այսքան դաժան դասավորվեց։ Հա Միքայել, ասալիս ունեմ։ Էլի լավ է, կարայիր և չլսեիր։ Գոհ ենք։ Ինչ կա։ Ոչ մի բան, ամուսինդ եմ։ Ամեն դեպքում տենց են ասում,
Ուզում եմ իմանալ ուր ես ինչ ես անում, երբ ես տուն գալու։ Սենց էլի կենցաղային մանր հարցեր։ Արդեն տուն եմ գալիս։ Ապե, բայց ոնց որ այդ ոստիկանը շատ է ֆրֆռում այդ աղջկա կողքերը։ Մեզ ինչ, ինչքան ուզում ա թո ֆրֆռա։ Լավ էլի, մենակ չասես չի հետաքրքրում։ Չէ, ասում եմ չի հետաքրքրում։ Քու անշ, բայց մի բորբոքվի։ Ճուտիկները աշնան են հաշվում։ Ոնց հարմար ա քեզ։ Կուզես գարնանը, կուզես աշնանը։ Քման շտես սրի։ Արա բայց ջոկում ես։ Մենք վերջես ծանրաձողի ձեռքով ենք գնալու։ Դրա համար հոտերդ քաշիդ համեմատ գցի։ Կորի։ Ապե, էդ ինձ ա նայում։ Ասենք մարդը պարզ ու հստակ նայում է աչքերիս մեջ։ Ինչ ես քեզ հույս տալիս։ Ապե խիա քեզ թվում, եթե մեկը մեզ ա նայում, ուրեմն այդ հենց քեզ ա ուղղված։ Որ դու էլ մեկ-մեկ հայլու մեջ չալարես ու նայես քեզ, շատ լավ կհասկանաս, թե ինչ նկատի ունեմ։ Ահա, ինձ ա մոտենում։ Կարող է իմանայիք մարզիչների սենյակը որն է։ Չէ, մենք առանց մարզիչների ենք պարապում։ Պարզ եմ, լավ, շնորհակալ եմ։ Իսկ առաջի անգամն եք ստեղ։ Հա, ընկերուհիս ա խորհրդվել, փորձնական եմ եկել։ Բա, ընկերուհիդ ուր ա։ Ինքը ուրիշ ժամերի ա մարզվում։ Միգուցե ծանոթանայինք։ Զարա։ Ուրախ եմ, Հենրի։ Ես էլ եմ ուրախ։ Զգացվում ա։ Դե կհանդիպենք։ Հա։ Տեսար թե ում էր նայում։ Որ անկեղծ ասեմ, այսքանից հետո չէր ուզի ինձ նայեր։ Բերանը բացեց սաղ տեսքը կորավ։ Հա, կա տենց բան։ Բայց դե կողքից զբաղվելու համար վատ չէր։ Շախ եւ մատ։ Նա ավելի ձյաձավակ, չես թողնում շնչեմ։ Օդի մեջ վիզս ոլորում ես։ Տենց եմ անում, որ խաղալ սովորես։ Չի ստացվի, իմը շաշկին է։ Շաշկի։ Մոռացար շաշկի խաղալուց ինչ օրը գցեցի, հա? Շաշկի։ Դե հերիքա էլի ավակ գլուխ կովաս։ Թող մեկ-մեկ էլ այդ տղան հաղթի։ Հնարավոր չի։ Հաղթանակը պետք է արդար լինի, նվաճած լինի, ազնիվ։ Նվեր տված հաղթանակը պարտությունից էլ վատն է։ Ճիշտ է ասում տիկին Վիկտորիա, ես պետքա խաղալ սովորեմ։ Սովորի։ Բոլորդ ինձ եք գովում, բայց դու էլ ես փայլում խոհանոցում։ Փայլելը չգիտեմ, իմ սիրելի ընկերուհի, բայց որ ոչ ոքի սոված չեմ թողնի, այդ հաստատ։ Չեք պատկերացնում, այնտեղ ինչ ա կատարվում։ Ավակը Սեմի բմբուլները քամուն ա տվել։ Վայ, էլի պարտվում ա։ Հա։ Ասում եմ, ավակ, թող մի հատ էլ Սեմը թող հաղթի։ Չի համաձայնում։ Պապան համաձայնողը չի մամ ջան։ Սեմը պիտի շախմատ չխաղա ուղղակի։ Միգուցե դու ճիշտ ես։ Դուր ես։ Սեմ ջան, լցրա մի հատ բաժակները։ Դա-դա-դա-դամ։ Աղջի ջան, աչքիները ջուր կտրեց։ Մտնում ես խոհանոց դուրս ես գալիս։ Դժգոհ եք, ասացի մամայի գործը թեթևացն է։ Վայ ապրիմ աղջիկը,
Հələ նա ինչ տեսակ բաներ է պատրաստել։ Դժգոհ ենք, սոված ենք։ Համել արդեն պիտի վերապատրաստման գնամ, էլ չեմ կարողանա մտնեմ խոհանոց։ Շուտ չի։ Չէ, պապ ջան, զանգեմ տեսնեմ, որ հիվանդանոց եմ գնալու։ Հերին տանը չի։ Արդեն տանն եմ։ Լավ բրծար։ Բարի երեկո ձեզ։ Աստծո բարին Կարո ջան։ Աստծո բարին բալես։ Եկեք նստեք, սոված կոտորվեցինք։ Ձեռքերդ լվացել ես։ Մոռացել ես դու տարար լվացիր։ Չէ, չեմ հիշում։ Անետին պիտի ասեմ, որ առավոտները մեղրաջուր տա։ Կարող է վերջապես նստեք, թե հələ մի երկու տափակ հումոր էլ պիտի անեք։ Ամեն ինչ նորմալ է։ Մամ ջան, տխուր ես։ Չէ, տղես, նորմալ է ամեն ինչ։ Մաման տունգա չկա, մտքով մեկը իր հիվանդների հետ է։ Անետ ջան, արի նստի էլի։ Առավոտից գործ ես անում կհոգնես։ Չէ, ինչ հոգնել, դու կթողնես որ մարդ հոգնի։ Այսօր իմ աղջիկը հետ շուկային գնացել, ամբողջ առևտուրը ինքնատուն բերել։ Իմ աղջիկը տենց բաներ էլ է անում։ Շուտով ճաշել է եփելու։ Խոսքը մեր մեջ առանց Անետ կորել ենք, մոլորվել ենք։ Դե լավ, վերջացրու, դուք իմ հարազատներն եք, ինչ անում եմ, սիրով եմ անում։ Դրա համար էլ ինչ եփում ես անմահական համովա։ Շուտով դու էլ ես եփելու ու անմահական համովա լինելու։ Կներեք ես գործ ունեմ։ Կարո ջան, ձերոնք ո՞նց են, տղա ջան։ Լավ են, շնորհակալություն ձեզ են դու։ Բա մի օր բեր, ծանոթանանք, նստենք, զրուցենք։ Լավ միտք է, կարելի է։ Այ պապի ջան, Կարոին որտեղից այդքան խելք։ Համել ինքը խառնա, գործեր ունի, չի կարա։ Դե ինքը զբաղված է, դու արա։ Պրոբլեմ չկա։ Տեղ, օր, ժամ ասեք, ես ամեն ինչ կկազմակերպեմ։ Ես չեմ ուզում վերադառնալ։ Ինձ տեղ ավելի հանգիստ եմ զգում։ Իսկ մնացածի համար ժամանակ ու համբերություն է պետք։ Ամեն շատ ավելի անկանխատեսելի է, քան մենք մտածում էինք։ Այնպես որ կանեմ այնպես, ինչպես որոշել եմ։ Չգիտեմ, բայց չեմ ուզում, որ Անգելինան գնա այդ վերապատրաստումների։ Մեջս ինչ-որ տարօրինակ տագնապ կա։ Իմ սրտով էլ չի, բայց ու չեն կարա երեխուն մեզանից կապենք։ Աշխատում է, սովորում է, մտնում դուրս է գալիս 1000 ու մի տեղ։ Հասկանում եմ, բայց վախերս շատ է։ Ճիշտ են էլ ասում, որ ամեն գաղտնիք ուշ թե շուտ բացահայտվում է։ Իսկ ինչ գաղտնիք ունեք, որ չեք ուզում բացահայտվի։ Մենք ինչ գաղտնիք պիտի ունենանք, բալես։ Դե դեսից դենից խոսում ենք, էլի փիլիսոփայում ենք։ Ուղղակի հին պատմություններ ենք հիշել, ուշադրություն մի դարձրա, բալես։ Բաներ եղել այսօր։ Ուզում ես ասես իսկապես հետաքրքիր է, թե հերթական պլյուսը ես դնում։ Հետաքրքիր չլիներ չէի հարցնի։ Ռուսաստանում գործը խառնող կա։ Չենք հասկանում ով է։ Ինֆորմացիա է դուրս գնում։ Պարզա։ Մեր ձեռքից ոչ մեկ չի պլստակը գտնենք։ Ժամանակի արծա։ Ես հնարավոր չի գործ ունենց կազմակերպեք, որ ինֆորմացիայի արտահոսքից չվախենաք։ Սրբերն են իջել երկնքից։
Կարծրատիպերը փոխի։ Միշտ չի, որ այդ վախը նշանակում է գործարքները կեղծեն, հազարատ նյուանս կա։ Հասկանալի է։ Դե որ հասկանալի է, բարի գիշեր։ Բարի գիշեր։ Thank you.